Բարև ձեզ, Արարատնույթի տաղավարում է Երևան քաղաքի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, պատգամավորի թեկնածու Նատալի Սինորյանը։ Տիկին Սինորյան, շնորհակալ ենք մեր հավերն ընդունելու համար։ Բայց ես եմ շնորհակալ։ Տիկին Սինորյան, ինչպես եք գնահատում Երևանում քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը, ինչպիսի տպավորություններ կան, ընդդիմադիր շրջանակները մամուլը պնդում են, որ Երևանում ՔՊ-ն մերժվում է, այսպես ասած, նշում են, որ դրա համար էլ քարոզարշավը մարզերից շեղվեց, հիմա Երևանում է։ Տեսեք, մենք նախապես ունեցել ենք ժամանակացույց, որով նախատեսված են եղել, թե որով որտեղ ենք լինելու Երևանում, թե մարզերում, եւ ըստ այդ ժամանակացույցի շարժվում ենք։ Նշեմ, օրինակ, ես անձամբ ինքս Երկաչափնյակ վարչական շրջանում էի ժամեր շարունակ քարոզարշավի եւ շատ հիանալի տրամադրություն է եւ քաղաքացիները ողջունում էին մեզ պատուհաններից եւ որևէ ես լարվածություն, որևէ համատեքստում չեմ տեսել։ Դրանից օր առաջ Շենգավիթ վարչական շրջանում էին տրամաբանություններ տեղի ունենում եւ այլն։ Իսկ մարզերի մասին բացարձակապես խոսք չկա։ Նախորդ շաբաթ ես մեր թիմի հետ Սյունիքում էի, այնտեղ բավականին հետաքրքիր մի հատ միջադեպ տեղի ունեցավ։ Քաղաքացիները բավականին մեծ տարիքի 70+ տարեկան խմբի ինձ բացատրում էին, թե թիպ նախագիծը ինչ տնտեսական օգուտ կբերի իրենց եւ ինչերին ենք սպասում։ Այնտեղ քաղաքացիների բնակարանները եւ հողատարածքները մի քանի անգամ թանկացել են եւ մարդիկ մեծ հույսեր ունեն հենց թիպ նախագծից եւ ողջևորված են այդ ամենով եւ հենց այնտեղի մարդիկ են տեսնում խաղաղության ուղիղ պտուղները եւ մեծ ողջավորություն է տիրում հանրապետությունում մեկ իսկ ձեր նշած անդիմադիր շրջանակները ուղղակի խառնաշփոթի մեջ են այս բանը, որտեղ շատ լավ հասկանում են, որ իրենցից շատերը նույնիսկ անցողիկ շեմը չեն հաղթահարել խորհրդանական ընտրություններում։ Ես մեր շանսերը շատ դրական եւ բարձր եմ գնահատում, մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից եւ այդ ազդակը ուղիղ մեր քաղաքացիներն են մեզ հաղորդում։ Այնուամենայնիվ Երևանում որոշակի տարբերություն է նկատվում այդ քաղաքացիների խանդավառության առումով։ Գիտեք, այսպես մի բան ասեմ, տարբեր մարզերում տարբեր տեսակի մարդիկ են եւ տարբեր ձևերով են իրենց էմոցիաները արտահայտում, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում այս պահին շատ դրական մթնոլորտ է մեր հանդեպ եւ դրական տրամադրություն է մեր հանդեպ։ Ես մի փոքր միջադեպ պատմեմ, երեք առավոտյան ես իմ առօրյա գործերով էի եւ փողոցով էի անցնում։ Ինձ մարդիկ են ձայն տալիս, ինձ ձայն են տալիս, որպեսզի շուռ գամ, ում ես տարիներ շարունակ չեմ տեսել եւ շուռ էի գալիս, իրենք ասում են Նատալի խնդրեմ փոխանցի գործընկերն ենք, որ մենք իրենց ենք ընտրելու։ Երեք երեկոյան ես նամակ եմ ստացել իմ հարևանից, որ տարիներ շարունակ Փարիզում է ապրում, նա գրել է, որ ընտանիքի հետ հունիսի 6-ին գալու է Հայաստանի Հանրապետություն, որպեսզի հունիսի 7-ին գնա ընտրության եւ մեզ ընտրի։ Այսինքն դա կարող է ինչ-որ մեկը ասել, որ արհեստածին ոչ բնական է, կամ այն սերը, որ քաղաքացիները տանես են հանրապետության վարչապետին, երեխաները թե ինչպես են վերաբերվում վարչապետին։ Ես որ այդ մարդկանց առաջարկում եմ մեզ հետ միասին մի օր գան որևէ մարզ մեր ավտոբուսով եւ տեսնեն, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր ավտոբուսը մտնում է որևէ գյուղ եւ ինչպիսի խանդավառությամբ են երեխաները ու քաղաքացիները ընդունում հանրապետության վարչապետին։ Նույնիսկ եմ ասում, տարբեր մարզերում մարդկանց էմոցիաների արտահայտման տարբեր ձևեր կան, այդ թվում նաեւ մայրաքաղաք Երևանում մեր քաղաքացիները այնուամենայնիվ շատ դրական են տրամադրված եւ մենք դա առավոտ տեսնում ենք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ նշած անդիմադիր ուժերին այս ընտրություններում ջախջախելու է եւ իրենց տեղն է ցույց տալու։ Իշխանության հասցեին մեղադրանքներ կան վարչական ռեսուրսի, այսպես ասած, չարաշահման կամ կիրառման հետ կապված, օրինակ Թաթյանը ձայնագրություններ հրապարակել, պնդելով, որ Արմավիրի քոլերներից մեկում ուսանողներին տանում են քաղաքացիական պայմանագրի երեկոյան նախատեսված հանրահավաքին, այս մասով ինչ կասեք։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքն է հայտարարել, որ դեմ է ցանկացած տեսակի վարչական ռեսուրսի եւ պատժվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր կկիրառեն վարչական ռեսուրս։ Պարոն Թաթյանը եթե հայտարարել է, թող քննություն գնա եւ ըստ այդմ ուսումնասիրություն գնա։ Բայց նաեւ ես մի հանգամանք նշեմ, կոնկրետ Արմավիրի ցույցի ընթացքում ես հաղթակի վրա չէի, այլ հենց ժողովրդի մեջ էի եւ այսպես մի բան ասեմ, մարդիկ իրենց ընտանիքներով, երեխաներով սայլակներով եկել էին եւ մեծ ողջավորվածությամբ մասնակցում էին ցույցին, կոնկրետ Արմավիրի մարզում եւ Արմավիր քաղաքում կառավարությունը հսկայական մեծ աշխատանք է կատարել եւ քաղաքացիները իրենց քաղաքում դա տեսել են եւ ինքնաբուխ եկել են այդ հանրահավաքին։ Եվ մեղադրել մեզ վարչական ռեսուրս կիրառելու մեջ, մեղմ ասած, ծիծաղելի է։
Պարոն Թաթոյանի թող մեկնաբանի այն, ես իհարկե մամուլից եմ դրա մասին տեղեկացել, լրատվականներից մեկը գրել է դրա մասին, որ իր վարձակալության տարբեր մարզերում վարձակալությամբ տարածքներ են վերցրել, սակայն գումարի աղբյուրը, պայմանագրերը եւ այլն որոշակի անճշտություններ ունեն։ Պարոն Թաթոյանը թող դա բացատրի, թե ինչ ֆինանսական միջոցներով են այդ վարձակալության պայմանագրերը իրականացվել, այլ ոչ թե ինչ-որ ձայնագրություններ եւ այլն ներկայացնի եւ փորձի կեղծ շպրտել իշխանության վրա։ Եվս մեկ անգամ ասում եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միշտ դեմ է եղել վարչական ռեսուրսի կիրառմանը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կփորձեն դա կիրառել, պատժվել են օրենքի ամբողջ խստությամբ եւ դա վերաբերում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմության ներկայացուցիչներին եւ պարոն Թաթոյանի այդ արտահայտությունները մերկապարանոց արտահայտությունն են ըստ էության։ Թող գար եւ տեսնել այն մթնոլորտը, որը տիրում է Արմավիր քաղաքում։ Սամվել Կարապետյանը այն 300,000 ադրբեջանցիների թեզը հիմա փոխել է 500,000 ադրբեջանցիներ ու նաև նշում է թե ինչպես են տեղավորվելու Հայաստանում, ասում են նախ սահմանամերձ շրջաններում։ Ըստ էս որտեղից է տեղյակն է։ Մի այսպեսի բան ասեմ, մոտ մեկ ամիս առաջ Սամվել Կարապետյանի թիմը ռալիկներ է պատրաստում, որտեղ հստական բանականությունն է խոսում Սամվել Կարապետյանի փոխարեն։ Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է հենց արհեստական բանականությանը այդ հանձնարարությունը անել, որովհետև Սամվել Կարապետյանի յուրաքանչյուր արտահայտած խոսք իրենց թիմի դեմ է օգտագործվում։ Հանրապետության վարչապետը եւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ նշել են, որ չկա եւ չկա խոսակցություն 300 կամ 500,000 ադրբեջանցու վերադարձի կամ այդ համատեքստում որևէ խոսակցություն երբևիցե չի եղել եւ այն ինչ որ խոսում է այս պահին Սամվել Կարապետյանը ըստ էության սուտ է եւ նա ստում է եւ փորձում է մեր քաղաքացիներին մոլորեցնել պետք է հասկանալ որ երկրի շահերն է պաշտպանում ձեր նշած անձը այս պայմանությամբ որ նման թեզեր է բերում հայաստանյան իրականություն եւ մեր ժողովրդին փորձում մանիպուլյացիայի ենթարկել։ Բայց ես մի բան ասեմ, մարդիկ այնքան ողջամիտ են եւ շատ լավ հասկանում են թե ով է եւ իրենց գնահատականը հստակ հնչեցնում են։ Չի կարելի կներեք արտահայտությունս համար որևէ մեկին ապուշի տեղ դնել։ Ես խորհուրդ եմ տալիս իրեն շարունակել դիմել արհեստական բանականությանը եւ այդ տարբերակով վիդեոռոլիկներ պատրաստել։ Կարապետյանը ավելի հեռուն է գնացել ճիշտ ասած, նա նշում է, որ Տաշիրում հիշում է, թե գյուղերում քանի ադրբեջանցիներ ապրում, ինչպես էին ադրբեջանցիները շատանում, արդյոք այդ թեզը այսպիսով չի լեգիտիմացվում, հենց Հայաստանի ներսից դուր չի բացվում ադրբեջանցի։ Ես համար եմ ասում, որ երկրի շահերն է պաշտպանում Սամվել Կարապետյանը։ Ես պարզապես հարց եմ հնչեցնում այդ համատեքստում։ Դա մանթվային տրամաբանություններ գնում, որ երկրի շահերն է պաշտպանում Սամվել Կարապետյանը։ Կարող է իրենց ծրագրի դրույթներից մեկն է ներկայացնում, ուղղակի հանրություն տեղյակ չէ։ Ուժեղ Հայաստանը այս ընթացքում անընդհատ թեզ է շրջանառում, որ ընտրություններում իրենք արդեն իսկ հաղթած են ու չեն հաղթի, այսպես ասած, եթե արդյունքները չկեղծվեն, սրանով արդյոք հող չի նախապատրաստվում երկրում որոշակի ապակայունություն մտցնելու։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից սկսած որևէ ընտրություն չի կեղծվել եւ չի կեղծվելու։ Կհիշեք 2023 թվականին մոտ 100 քվեր պակասում մեզ, որպեսզի մենք ունենայինք մեկ ավել մանդատ եւ իրական ամբողջ ընտրության ելքը այլ տրամաբանության պետք գնալու։ Այդ ժամանակահատվածում մեկ քվե անգամ չի կեղծվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Եվ այդ թեզը ես հասկանում եմ, որ իրենց արշինով են չափում կներեք արտահայտությանս համար, թե իրենք ինչեր են արել ժամանակին այդ տրամաբանությամբ են գործում եւ փորձում են մեր լեգիտիմության վրա ինչ-որ քող գցեն։ Բայց չի ստացվելու։ Եվ Հայաստանի Հանրապետությունում լինելու են միջազգային դիտորդներ, լինելու են տեղական դիտորդներ, յուրաքանչյուր կուսակցություն ունենալու վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, այսինքն ուղիղ եթև ամբողջ գործընթացը գնալու ինչ ընտրության կեղծման մասին է խոսքը գնում։ Իսկ դուք հետընտրական լարվածության վտանգ տեսնում եք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է եւ իր ձայնը տալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ մենք ունենալու ենք սահմանադրական մեծամասնություն այդ ընտրություններում։ Եվ
օրենքի ուժով օգոստոսին տեղի ունենալու առաջին նիստը ըստ էության։ Եվ կներեք, որևէ մեկը, որքան որ միլիոնավոր դոլարներ ունենա, չի կարող Հայաստանի Հանրապետությունում որևէ համատեքստով անկայունություն մտցնի, եւ նույն այսօրվա ձայնագրությունը այն տեսահոլովակը, որ ինչ-որ ուժեր դիմակավորված հոխորտում են եւ արտահայտություններ են անում, դա տեղի չի ունենալու եւ այդ մարդիկ, ովքեր որ իրենց հետևում կանգնած են, պատժվել են օրենքի ամբողջ խստությամբ։ Ըստ ձեզ ինչ նպատակ էր հետապնդում այդ տեսանյութը, որտեղ ակնհայտ է, որ հենց Ղարաբաղի բարբառով խոսելը որոշակի հասարակության մեջ լարվածություն ստեղծելու։ Դուք արդեն պատասխանեցիք այդ հարցին, այդ մարդիկ փորձել են որոշակի հասարակության մեջ խժժություն մտցնեն, փորձել են օգտագործեն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների էմոցիոնալ ֆոնը, մարդկանց էմոցիաների վրա խաղան, այսինքն ըստ էության որևէ մեկը կարող է տեսահոլովակը միացնի եւ սպառնալիք հնչեցնի հանրապետության վարչապետին կամ իշխող ուժին եւ մնա անպատիժ։ Կներեք, սա 99 թվականը չի։ Որևէ մեկը թույլ չի տրվելու նման գործընթացներով զբաղվի եւ ես համոզված եմ, որ եվապահ մարմինները դա գնահատականը տալու են։ Եվ ոչ թե այդ մարդկանց, այլ իրենց հետևում կանգնած մարդկանց, ովքեր պատվիրել են այդ ամբողջ տեսահոլովակները, տեսահոլովակները։ Վարչապետը նշում էր, որ նրանք պատերազմից այսպես ասած փախածներ են, այսինքն սա ասես դրսից հրահրվող շատ հավանական է, ես ոչինչ չեմ բացառում։ Եվապահ մարմինները թող զբաղվեն եւ կհասկանանք այսպես կոչված այդ ամենի փոչը որտեղից է գալիս։ Քոչարյանի թիմակիցները ասում են, որ հայաստանցիները հայ ժողովուրդը պետք է ապրեն երկրում, որտեղ ղեկավարի առաջ չեն խեղճանում։ Ով է խեղճացել։ Խնդրում եմ նորից բացատրեք իրենց ասածը։ Ես չգիտեմ ում նկատի ունեն, գուցե։ Ինչ նկատի են, այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ռոբերտ Քոչարյանի կառավարության օրոք խեղճացել են, այո։ Մարդիկ հանրային խոսք ասելուց հետո վախով են գնացել տուն, որ պատիեզդում իրենց տան շքամուտքում չեն սպանվի։ Կներեք, բայց Ռոբերտ Քոչարյանի օրոք է, որ դասընկեր սպանվել է սրճարանում։ Ռոբերտ Քոչարյանի օրոք է, որ տեղի ունեցավ մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, Հյուսիսային պողոտայում ունեզրկվեցին մի շարք քաղաքացիներ, մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվածություն ունի այդ քաղաքացիների հանդեպ եւ Երեմիության հատուկ գործընթացներով փոխհատուցում է տալիս։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին խեղճացած է եղել Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ դա է պատճառը, որ 21 թվականին էլ իրենց տեղը ցույց տվել եւ այժմ այս ընտրություններում են Քոչարյանի այսպես կոչված հավաքական խմբակցությանը եւ կուսակցությանը իր տեղը ցույց տալու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս պահին ապրում է երջանիկ, խաղաղ եւ ապահով։ Վարչապետը նշում էր, որ մարտի 1-ը բացահայտված է եւ Քոչարյանը ուղիղ ասում էր, որ նստելու է։ Հիմա քաղաքացիների եւ բոլորիս մոտ հարց առաջանում, ինչու միջի հիմա նստած չէ։ Տեսեք, վարչապետը արդեն իր հարցազրույցում եւ եթերում տվյալ հարցերի պատասխանը տվել է եւ դա թե քաղաքական եւ թե իրավական գնահատական ըստ էության չի ուշանա։ Եվ պարզ է, չէ, որ ով է մարտի 1-ի հետևում կանգնած։ Այդ ամենը ժողովրդին շատ պարզ եւ հասկանալի է։ Եվ ձեր նշած հարցը հանրարդարության ասեմ, որ քաղաքացիները եւ մենք գնում ենք մարզեր կամ Երևան համայնքում հանդիպման, եթե ոչ առաջին, ապա երկրորդ, երրորդ հարցերից մեկը հենց դա է, Ռոբերտ Քոչարյանը բանտեջաղերի հետևում չի։ Որտեղ մարդիկ տեսել են իր կառավարության օրոք ինչ է կատարվում։ Նույն դուք նշեցիք Արմավիր քաղաքը, Արմավիր քաղաքում մինչև 2018 թվականը մեկ կենտրոնական փողոց է վերանորոգված եղել։ Ուրիշ ոչինչ։ Ունեզրկված է եղել այդ քաղաքը ամբողջությամբ։ Մանկապարտեզները, դպրոցները ամբողջությամբ քանդված են եղել, բայց այս պահին Արմավիր քաղաքում ակտիվ շինարարություն է գնում մանկապարտեզների, դպրոցների ոլորտում մի քանի դպրոցներ եւ մանկապարտեզներ արդեն պատրաստ են։ Այո, ճիշտ է ասում Ռոբերտ Քոչարյանի թիմը։ Ժողովուրդը Քոչարյանի իշխանության օրոք վախեցել է նույնիսկ հանրային կարծիք ասելուց, նույնիսկ հարևանների հետ սուրճի սեղանի շուրջ վախեցել է որևէ կարծիք արտահայտի։ Որովհետև իմացել են դա քաղաքական եւ իրավական հետևանքների մասին։ Ես ստիպված եմ իրենց թեզերը անընդհատ կրկնել, պատերազմից հետո էլ բազմիցս Քոչարյանը կրկնել է, որ իր կապերով փորձել է կանգնեցնել պատերազմը, բայց իշխանությունը թույլ չի տվել երկրից գնալ։
ինչ կասեք։ Խնդրում եմ, ինչ կապերի մասին է խոսքը։ Ինչ կապ ունեք։ Ռոբերտ Քոչյանի թորները չեն ծնվել ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Լեռնային Ղարաբաղում, այլ ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչ կապերի մասին է խոսքը։ Այսինքն նա չի համարել ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանի Հանրապետությունը իր համար անվտանգության գոտի եւ չի համարել իր հայրենիքը։ Դա է պատճառը, որ իր թորները այլ երկրում ծնվելով այլ երկրի քաղաքացի են ըստեյության դարձել։ Դա ուղիղ ցուցիչ է։ Դե հիմա կասեն անձնական կյանքի մեջ եք մտնում։ Գնեք, պետության ղեկավար եղել, բարձրաստիճան պաշտոնյա եղել։ Դա ինչի մասին է խոսքը։ Իր զավակները ինչու Լեռնային Ղարաբաղում չեն ապրել։ Ինչու չեն այնտեղ սովորել, ինչու չեն իրենց բիզնես գործունեությունը իրականացրել Ղարաբաղում։ Այս մարդիկ Ղարաբաղի ժողովրդին զուտ օգտագործել են եւ պատանդի կարգավիճակով պահել են Ղարաբաղում եւ այժմ էլ այդ մարդկանց հուզական ֆոնի հաշվին փորձում են դիվիդենտներ հավաքել։ Եվ Ղարաբաղի ժողովուրդը ըստ էության իրենց ձեռքի գործիքն են եղել։ Այդ մարդկանց տարիներ շարունակ խաբել են։ Ինչու հարց եմ ուղղակի ռետորիկական հարց եմ տալ։ Ռոբերտ Քոչյանի երեխաները ինչու չեն ապրել Ղարաբաղում։ Ինչու չեն սովորել Ստեփանակերտում կամ Շուշիում։ Ինչու իրենց գործունեությունը այնտեղ չեն ծավալել։ Ինչ են Հյուսիսային Բողոկայում իրենց գործունեությունը ծավալ, իրենց բիզնես ներկայացությունը Հայաստանի Հանրապետությունում եւ դրսում եղել։ Մենք մի մասից ենք միայն տեղյակ։ Իդեպ մի դրվագ տեսա, որ ակնհայտորեն կեղծիք էր պարունակում, Ղարաբաղցի կին էր մոտեցել Քոչյանին, ասում էր, որ ուզում է իրեն ընտրել, բայց քաղաքացիություն չունի, Քոչյանն ասում է, դա ոնց որ իշխանությունը հատուկ է կազմակերպել նոր անձնագրերով, որովհետև կարող էին Ղարաբաղցիները նաև իրենց անձնագրերով ընտրություններին մասնակցել, այսինքն անհնար է դու լինես մեկ այլ երկրի քաղաքացի, մասնակցես այստեղ ընտրությունների։ Քոչյանը տպավորություն է ստեղծում, որ դա հատուկ է արված։ Տեսեք, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ունեցել են փախստականի ըստ էության կարգավիճակ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեխանիզմ է մշակել, թե ինչպես են կարող դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե ես չեմ սխալվում, հստակ թվերը չգիտեմ, բայց 20-ից 30 հազար քաղաքացի արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն եւ այժմ ընտրություններին մասնակցելու է։ Ինչ է խանգարում իրենց, որպեսզի մասնակցեն դիմեն եւ ստանան ՀՀ քաղաքացիություն։ Որևէ խոչընդոտ այդ համատեքստում չի եղել եւ չէ կարող լինել։ Այսինքն մեխանիզմները ոչ թե 3 է ստեղծվել կամ 1 ամիս առաջ, այս տարիների ընթացքում բաց է եղել մեխանիզմը, որ գնան եւ ստանան ՀՀ քաղաքացիություն։ Ինչպես եք պատկերացնում այդ գործընթացը։ Փախստականի կարգավիճակի ունեցող անձը իրավասություն ունի մասնակցելու միայն թիմ ընտրություններին, ոչ հանրապետական ընտրություններին։ Դա մեր օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ է ֆիքսված։ Մայիսի 28-ին սպասվում է զորահանդես, ընդդիմությունը սա որակում է նախընտրական զորահանդես, ասում են, որ Ալիևից թույլտվություն է ստացել սրա համար, որպեսզի ցուցադրվի այնինչ կա։ Տեսեք, մենք մայիսի 28-ի զորահանդեսը պլանավորել ենք տեղեւս շատ վաղուց։ Եվ ըստ էության դա մեր կատարած աշխատանքի հաշվետվությունն է, երբ որ ասում են ուրեն ինչ է արվել, պրակտիկ դաշտում ցուցադրվելու է թե ինչ է արվել եւ վարչապետի հրահանգով այդ տեխնիկան նաեւ տեղադրվելու է Տիգրան Մեծի պողոտայի վրա, մոտ եթե ես չեմ սխալվում 1-2 օր, որպեսզի քաղաքացիները գնան եւ տեսնեն թե ինչ գնումներ է իրականացել եւ ինչ բարեփոխումներ է իրականացվել Հայաստանի բանակում։ Եվ կտեսնեն, թե ինչպիսի բանակ է պահել մեր իշխանությունը եւ ինչպիսի բանակ է պահել նախորդ իշխանության օրոք։ Այսքան դիքից շնորհակալ։ Ես շնորհակալ։